Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Արդյոք հանվել է սահմանադրության տեքստից անկախության հռչակագրին հղումը։ Իշխանությունը բաց հայտարարում է նոր սահմանադրության նախագծում չկա հղում անկախության հռչակագրին։ Վերցրել ենք դատարկ թուղթ, սկսել ենք գրել նոր սահմանադրության տեքստ։ ԵՏՄ թե ԵՄ Հարստական օրակարգ է։ Մոսկվան պնդում է հանրաքվեի անցկացումը մինչև դեկտեմբեր ու կոնկրետ ձևակերպմամբ։ Պատրաստ եք արդյոք հրաժարվել Եվրասիական միության անդամակցությունից։ This very historic peace summit between Armenia and Azerbaijan. Հայ-ադրբեջանական պայմանավորվածություններից մեկ տարի անց ինչը դարձավ իրականություն, ինչը մնաց թղթի վրա։ Կաթողիկոսի ու բարձրաստիճան 6 հոգևորականների գործով նոր դատավորը 29 տարեկան է։ Տեսա երեխայի ու անմիջապես գրկել եմ երեխային։ Մայրը նորածնին լքել է ծննդաբերությունից անմիջապես հետո։ Отменить регистрацию партии «Яблоко». Ռուսաստանի գերագույն դատարանի որոշմամբ պատերազմին դեմ արտահայտվող Յաբլոկոն դուրս մնաց ընտրապայքարից։ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող ՔՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանը այսօր բացահայտել է այն, ինչ մինչև այսօր այդքան ուղիղ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չէր ասում։ Նիկոլ Փաշինյանի կառավարության հեղինակած նոր սահմանադրության նախագծում չկա հղում անկախության հռչակագրին։ Իշխանությունը պնդում է, թե դրանով Ադրբեջանի պահանջը չեն կատարում, այնուհանդերձ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի միակ նախապայմանը այս պահին հենց դա է։ Ընդդիմությունը հետաքրքրվել է, ինչպես է իշխանությունը պատրաստվում իր նախագիծը հասցնել հանրաքվեի, եթե խորհրդարանում այդ ընթացակարգերը հաղթահարելու համար բավարար ձայներ չունի։ Նոր սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղումը անկախության հռչակագրին։ Սա խորհրդարանական այսօրվա քննարկումների ամենաառանցքային հայտարարությունն էր։ Մոտ 2 տարի առաջ անկախության հռչակագրի հետ կապված իր դիրքորոշումը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նշել, որ իր կարծիքով այն կոնֆլիկտածին է եւ նոր սահմանադրության մեջ այդ հղումը չպետք է լինի։ Այսօր արդեն պաշտոնապես եւ ուղիղ իշխող քաղաքացիական պայմանագրից հայտարարվեց, որ փաստորեն նոր սահմանադրությունում չի լինելու անկախության հռչակագրին, իսկ այդ փաստաթուղթը պարունակում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին դրույթ, որը նաեւ Բաքուն է պահանջում, որ հեռացվի Հայաստանի սահմանադրությունից։ Որևէ բան սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետեւ մենք գրում ենք նոր սահմանադրություն։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Եվ այդտեղ Ալիևը որևէ չունի։ Այն, որ նոր սահմանադրության տեքստից անկախության հռչակագրին հղումը հեռացվում է Բաքվի պահանջով, ընդդիմության համոզմունքն է։ Բաքուն տևական ժամանակ է հրապարակային հայտարարում է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի սահմանադրությունից հեռացվի անկախության հռչակագրին հղումը։ Նրանց գնահատմամբ սա տարածքային նկրտումներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այստեղ նստած մարդիկ ասում են, մենք կողմ չենք քվեարկելու, ոչ թե նախ որովհետև այո, ապագայի մասին մեր պատկերացումները, պետության մասին մեր պատկերացումները հարությունն աստիճան տարբերվող են եւ չեն կարող հատվել որևէ կետում, բայց մենք լիազորված չենք կողմ քվեարկել այն սահմանադրությանը, որ մենք կարծում ենք Ալիևնա պատահել վստահենք, որ այդպես է։ Ավելի վաղ նման հայտարարություն արել էր նաև ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանը, կրկին պնդելով, որ որևէ պարագայում այս հարցում իշխանությանը իրենք չեն կարող աջակցել։ Եթե դուք համաձայնեք ադրբեջանական այդ պայմանին եւ վերացնեք անկախության հռչակագիրը, որի մի փորձը կատարվեց 24 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացում, ինչ Ադրբեջանին չգոհացրեց, ասաց ոչ, չեք խափի դուք մեզ։ Եվ ինչ պիտի արվեր, ինչը արվելու պետականությունը վերանալու է։ Հաջորդ հարցը, որ ընդդիմադիր падգամավորները կրկին սահմանադրության ընդունման հետ կապված փորձում էին պարզել իշխանական խմբակցության ներկայացուցչից, դա այն է, թե ինչ մեխանիզմներով է քաղաքացիական պայմանագիրը պատկերացնում նոր սահմանադրության ընդունումը։ Մեխանիզմը կնկարագրեք, ինչպես եք պատկերացնում։ Այստեղ չունեք անհրաժեշտ թվով ձայներ։ Հիմա, երբ որ խոսում եք, եթե ունենայիք պարզա, պիտի բերեիք քվեարկեիք հանրաքվեներ։ Գոյություն ունի խորհրդարան եւ գոյություն ունի խորհրդարանական մշակույթ։
եւ իրար հետ խորհրդակցելու, իրար հետ բանակցելու, իրար համոզելու առնվազն ակնկալիք։ Նոր սահմանադրության ընդունման համար կարևոր է, որ այն նախագիծը հաստատվի ազգային ժողովում, հետո դրվի հանրաքվեի։ Սա նշանակում է, որ խորհրդարանի падգամավորների 2/3-ը պետք է նախագծին կողմ քվեարկի։ Ըստ էության քաղաքացիական պայմանագիրը չունի բավարար թվով ձայներ, որպեսզի առանց ընդդիմության աջակցության այդ նախագիծը խորհրդարանում անցկացնի։ Սահմանադրությունը մեկ ճանապարհ է նախատեսում նոր սահմանադրության ընդունման։ Այն է խորհրդարանի 2/3-ը հաստատում է եւ այնուհետեւ այդ նախագիծը դրվում է հանրաքվեի։ Դա, այսինքն առաջին քայլ, երկրորդ քայլ, ոչ թե ժողովրդը պայմանական ինչ որ մարդիկ ասում են եկեք նոր սահմանադրություն ընդունենք եւ հետո այդ հարցը գալիս է ազգային ժողով։ Արուսյակ Ջուլհակյանը, որ հավակնում է ղեկավարել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, իր հիմնական ելույթում նշեց, որ հանձնաժողովի առանցքային անելիքներից է լինելու առաջիկայում հենց նոր սահմանադրության ընդունման հետ կապված քննարկումները։ Ինչպես նա տեղեկացրեց, տեքստը կհրապարակվի տարեվերջին եւ հանձնաժողովը կսկսի նաեւ քննարկումներ սահմանադրության նոր տեքստի շուրջ։ Մինչ այս հայտարարվել էր, որ մարտին պետք է տեքստը հրապարակվի, բայց թե ինչու ի վերջո այն չհրապարակվեց, շատ հստակ բացատրություններ չեն տրվել։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ։ Ես չեմ պատասխանում։ ներողություն։ Խորհրդարանում իշխանության եւ ընդդիմության աշխատանքը այսօր էլ հարթ կանցներ, եթե կրկին չհնչեր կաթողիկոսի ավազանի անունը եւ չլիներ սրա արձագանքը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ ընդդիմադիր падգամավորները սեղաններին էին հարվածում։ Ես Կտրիչ Ներսիսյան եմ ասել ու ասելու եմ։ Հարգելի գործընկերներ, ինչու եք խանգարում ելույթ ունեցողին։ Շատ լավ, ուզում եք այդպես, մի վարքան, ուզում եք այդպես, կլինի այդպես, ոչ մի պրոբլեմ։ Շարունակեք Տիկին Հակոբյան։ Երկրորդ օրն է, բայց խորհրդարանում դեռ քննարկվել է ընդամենը 2 թեկնածություն, Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Վիլեն Գաբրելյանի թեկնածությունը, այսօր քննարկվում էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի համար Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, քննարկումները վաղը կշարունակվեն, իսկ ընդհանուր առմամբ քվեարկությունը տեղի կունենա բոլոր հանձնաժողովների թեկնածուներին քննարկելուց հետո փակ գաղտնի ձևաչափով։ Մինչ Երևանում սահմանադրական հանրաքվեի հարցն էին քննարկում, Մոսկվան ԵՏՄ-ում Հայաստանի մնալու հանրաքվեն էր պնդում։ Անգամ ձևակերպումը հնչեցնում, թե Եվրասիական միություն, Եվրամիություն ընտրությունն ինչպես պետք է հայաստանցիներին մատուցվի ու նաև երբ։ Ռուսաստանի նախագահի հետ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ու ԵԱՏՄ վերջին նիստից հետո էլ Մոսկվան շարունակում է պնդել. Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի, ընտրություն կատարելով եվրոպական եւ եվրասիական միությունների միջև։ Նիկոլ Փաշինյանն օրերս ԵԱՏՄ նիստում ուղիղ ասաց, որ Եվրամիությանը միանալու հարցով հանրաքվեն ներկա պահին բովանդակազուրկ է։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մինչդեռ այսօր հայտարարել է, թե Երևանից որոշում են ակնկալում մինչև Եվրասիական միության ղեկավարների դեկտեմբերյան հավաքը։ Ակնհայտ է, որ եթե մինչ այդ չլսվի հանրաքվե անցկացնելու կոչը, առաջնորդները համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս հաշվի կառնեն այդ փաստը։ Թե ինչի մասին է խոսքը, արդյոք դիտարկվում է Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը, Ռուսաստանի արտաքին գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան չի մանրամասնել։ Փոխարենը ավելի հեռուն գնալով Գալուզինն անգամ ձևակերպել է հարցը, որ պետք է Հայաստանում դրվի ժողովրդական քվեարկության։ Անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի բնակիչներն այս հարցի վերաբերյալ, ընդ որում ոչ թե վերացական տեսական առումով ցանկանում եք արդյոք Եվրամիությունում լինել, այլ կոնկրետ գործնական հարցով։ Պատրաստ եք արդյոք հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցությունից, ապագայում Եվրամիությանը միանալու ոչ ամբողջությամբ հստակ հեռանկարի դիմաց։ Հայկական կողմի պնդմամբ ԵԱՏՄ-ից անդամ պետությանը հեռացնելու ընթացակարգ չկա, եթե գործը հասնի դրան, Հայաստանն ինքը պետք է նման քայլ նախաձեռնի։ Հուլիսի վերջին Կրեմլ զանգահարելուց հետո վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահին խնդրել է վերացնել հայկական ապրանքների նկատմամբ տնտեսական սահմանափակումները, որոնք Երևանը ապօրինի է որակում։ Մինչդեռ Մոսկվան կրկնել էր հանրաքվեի անհրաժեշտությունը, զուգահեռ ընդլայնելով արգելված արտադրանքի տեսականին։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով
ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք, երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի падգամավոր Սարգիս Խանդանյանը, որ ամենայն հավանականությամբ կրկին կգլխավորի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նորից շեշտում է հայկական կողմի դիրքորոշումը։ Հանրաքվե կնշանակվի միայն, երբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության դիմումը պաշտոնապես մուտքագրվի։ Հանրաքվեի օրակարգ արհեստական օրակարգ է եւ բազմից նշվել Հայաստանի վարչապետը, կառավարության մեր գործընկերները, իմ գործընկերները, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Եվ բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել եւ որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել, խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է։ Ազգային ժողովը թեև 1.5 տարի առաջ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, բայց հետո իշխանությունները գործնական քայլեր չեն արել, հայտարարելով, թե Երևանն այնքան մոտ կլինի Բրյուսելին, որքան այնտեղ կցանկանան։ Ռուսաստանը դիրքորոշումը կտրուկ կոշտացրեց միայն այս տարի Երևանում անցկացված բարձր մակարդակի եվրոպական երկու գագաթնաժողովներից հետո, նախընտրական քարոզարշավի օրերին։ Հայկական արտադրության վրա փաստացի պատժամիջոցներն արդեն հետևանքներ են առաջացրել։ Գյուղմթերքի իրացման ամենաթեժ սեզոնին հայ արտադրողները ստիպված են նոր շուկաներ փնտրել, կորցնելով ռուս բազմամիլիոն գնորդներին։ Հայաստանի հետ հարաբերությունները հարթ չեն նաև Ռուսաստանի առաջնորդած մյուս ռազմական դաշինքում։ Երևանը մի քանի տարի է սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում, նիստերին չի մասնակցում, անդամավճար չի մուծում։ Պատմությունը սկսվեց, երբ անվտանգային այս կազմակերպությունը չաջակցեց հայկական կողմին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա։ Փոխարտգործնախարար Գալուզինն այսօր վկայակոչել է ՀԱՊԿ կանոնադրության հոդվածը, որը նախատեսում է որևէ երկրի անդամակցության դադարեցում առանց նրա ձայնը հաշվի առնելու, եթե պարտավորությունների չկատարումը շարունակական է։ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր անդամների կողմից։ Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց եւ բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իր իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի ազգային անդամավճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունը։ Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է, որ դաշինքի ղեկավար մարմնի նիստը նոյեմբերին Մոսկվայում է, չստակեցնելով արդյոք Հայաստանի հարցը կլինի օրակարգում։ Ոչ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը այսպես հայտարարել է արդեն տարիներ, մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին։ Սարգիս Խանդանյանը չմտաբերեց անգամ դատապարտող քաղաքական հայտարարություն ՀԱՊԿ անդամ երկրներից 2022-23 թվականներին Հայաստանի տարածք ներխուժումների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը դեռ 2 ամիս առաջ էր ասել, որ եթե որոշեն Հայաստանը դուրս թողնել ՀԱՊԿ-ից, Երևանը դա կընդունի ի գիտություն, այլ անելիք չունի։ Լրացավ Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների 1 տարի։ Միացյալ Նահանգները, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի հռչակագրի լիարժեք իրականացմանը։ Մինչ Վաշինգտոնը, Երևանն ու Բաքուն 1 տարի անց նման ձևակերպման վերահաստատում են խաղաղության եւ ապաշրջափակման հանձնառությունը, փորձագետները կարծում են անորոշությունը երկու հարցում էլ պահպանվում է։ Վաշինգտոնի համաձայնագրերից 1 տարի է անցել, ինչ է ստացել Երևանն այս գործարքից եւ ինչ ազդեցություն է ունեցել այն Հայաստանի վրա։ Խորհրդարանի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանն ասում է, կարևոր է, որ գործընթացն առաջ է շարժվում։ Ադրբեջանի հետ արդեն առևտուր կա, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացել են, դրա վկայությունը օրերս բացված արհեստական բանականության գործարանն է։ Սա մի գործընթաց է, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից եւ մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվելու եւ մենք բազմիցս նշել ենք, որ մեր որևէ հարաբերություն որևէ երկրի հետ խորացում այդ հարաբերությունների ի վնաս չէ մեր այլ հարաբերություններին եւ սրանում է կայանում հենց բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը։ Իսկ ինչ փուլում է TRIP-ի շրջանակներում երկաթգծի կառուցման նախագիծը եւ արդյոք Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև պատերազմն ու չհաստատվող խաղաղությունը կարող են խոչընդոտել այդ նախագծին, հաշվի առնելով, որ TRIP-ը նաեւ ամերիկյան ծրագիր է։ Կարծում եմ որևէ մտահոգվելու առիթ չկա, մենք մեր Իրանի մեր գործընկերների հետ Հայաստանի կառավարությունը ակտիվ քննարկել է այս հարցը,
փոխըմբռնում կա այս հարցի շուրջ եւ ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա։ Իրանի վերաբերմունքի հարցում այլ մոտեցում ունեն փորձագետները։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն ասում է, Թեհրանի մտահոգությունները թրիփի մասով պահպանվում են։ Դրանք վերջերս իրանցի փորձագետներն են արտահայտել Կապանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ։ Մտահոգությունները կապված են Հայաստան-Իրան սահմանի անխափան կապի կենսական նշանակության եւ Միացյալ Նահանգների ներկայության հետ։ Իհարկե մտահոգված են Միացյալ Նահանգների հնարավոր ներկայությամբ, որը գուցե նույնիսկ ռազմական չլինի, ապա կարող է օգտագործվել հետախուզական նպատակներով, դա նշանակում է որպես անվտանգության ոլորտում ելի հնարավոր սպառնալիք։ Եվ ինչպես մենք հասկացանք, հիմնական խնդիրը նա է, որ դեռ չկան հստակ դետալները, ոչ մեկ չգիտի թե ինչ ձևաչափով ամեն ինչ աշխատելու է, ինչը տեղ ունենալու գետնի վրա։ Ինչ վերաբերում է թրիփ նախագծին, ապա Սերգեյ Մելքոնյանն ասում է, իրենք կարծում են, որ թրիփը ավելի շատ աշխարհ-քաղաքական նախագիծ է, քան տնտեսական։ Պայմաններում, երբ դեռ հստակ չէ թրիփն իրագործվելու դեպքում Հայաստանի համար ողջ տարածաշրջանը կապաշրջափակվի, թե ոչ, ապրի կենտրոնը հաշվարկել է երկու սցենարն էլ։ Եթե սկսի գործել միայն Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, իսկ Հայաստանի համար օրինակ սահմանները Թուրքիայի եւ Նախիջևանի կողմից չբացվեն, ապա Հայաստանը կարող է տարեկան միայն մոտ 23 միլիոն դոլար ստանալ։ Իսկ եթե տարածաշրջանը ապաշրջափակվի, Հայաստանը կարող է ստանալ 16 անգամ ավելի շատ գումար, մոտ 388 միլիոն դոլար տարեկան։ Ադրբեջանի դեպքում տարբերությունը շատ մեծ չէ։ Օրինակ թրիփի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտավորապես 230 միլիոն դոլար տարեկան, իսկ ընդհանուր ապաշրջափակումից 329 միլիոն դոլար։ Այսինքն այստեղ տարբերությունը մեծ չի, մոտավորապես 1.4 անգամ։ Հետևաբար մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանի համար ընդհանուր ապաշրջափակումը շատ չի տարբերվում թրիփից, իսկ մեզ համար էականորեն տարբերվում։ Հետևաբար ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի համար առավել կարևոր է, սակայն դեռևս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից նման նշաններ չկան։ Այս պետք է երկ դեպի միջերկրական ծով եւ Պարսից ծոց։ Այդ դեպքում անհրաժեշտ է բացել այն այլ հաղորդակցությունները, որոնք կան, մասնավորապես երկաթգծի մասին է խոսքը, որը դեռ այսօր ըստ օրակարգի չէ, բայց նույնիսկ ըստ Վաշինգտոնյան պայմանավորության կա փոխադարձ առավելությունների մասին բարակապակցությունը, որը նշանակում է, որ եթե թրիփը տեղի ունենում, ապա այլ ճանապարհներն էլ պիտի բացվեն։ Բայց այս ուղղությամբ դեռ մենք լուրջ քայլեր կամ քաղաքական որոշումներ չենք տեսնում։ Եթե գործարկվի միայն թրիփը, իսկ մյուս ճանապարհները Հայաստանի համար չբացվեն, Սերգեյ Մելքոնյանը կարծում է, կարող է լեգիտիմացվել Հայաստանի նոր շրջափակումը։ Հավանական է սցենարը, երբ որ ապաշրջափակման կոնտեքստում իրականացի միայն թրիփը, իսկ այլ ճանապարհները կամ չբացվեն, կամ եթե բացվեն, կարողանան միակողմանի փակվեն։ Թրիփի դեպքում այդպիսի օպցիա չկա։ Հետևաբար կարող է լեգիտիմացվի փաստացի նոր Հայաստանի բլոկադայի ձևաչափը։ Քաղաքագետներն առանձնացնում են անցած օգոստոսին ստորագրված Վաշինգտոնյան պայմանավորվածությունների ազդեցությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում էսկալացիայի վտանգի վրա։ Եթե համեմատենք 2025 թվականի գարնան հետ, տարբերությունը ակնհայտ է։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վտանգը էականորեն նվազեց, կարելի է ասել մոտեցավ 0-ի, եւ այս պահի դրությամբ նույնպես այն գրեթե մոտ է 0-ի եւ ամենայն հավանականությամբ առնվազն այսպես կլինի մինչև նախագահ Տրամփի վարչակազմի գործունեության ավարտը, այսինքն մինչև 2029 թվականի հունվար։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Կաթողիկոսի ու բարձրաստիճան 6 հոգևորականների գործով նոր դատավորը 29 տարեկան է։ Տեսա երեխայի ու անմիջապես գրկել եմ երեխային։ Մայրը նորածնին լքել է ծննդաբերությունից անմիջապես հետո։ Отменить регистрацию партии «Яблоко». Ռուսաստանի գերագույն դատարանի որոշմամբ պատերազմին դեմ արտահայտվող Յաբլոկոն դուրս մնաց ընտրապայքարից։ Երկրորդ օրն է չի պարզվում, ով է լքել նորածնին, թողնելով փողոցում, բայց պարզ է, որ դա տեղի է ունեցել երեխայի լույս աշխարհ գալուց ժամեր անց։ Աչափնյակում գտնված ծառած փոքրիկին հաջողվել է փրկել։ Ինչ է նրան սպասում։
Այսօր մեկօրական դարձավ անհայտ աղջնակը, որ դեռ անուն չունի, ծնվելուց ժամեր անց են լքել նրան։ Տեսա երեխայի ու անմիջապես գրկել եմ երեխային։ Շենքի տարեց բնակչուհիներ ձայն տվել Նարեկին, թե խաղահրապարակի թիթեղների մոտ ինչ-որ շարժ կա, տես ինչ է։ Այն հետևի կլորը ոնց որ գլխի հատված էր կոնկրետ։ Մոտեցա, պատմում է, ուզեցի ոտքով ստուգել ինչ է, հետո մտկափոխվել է կռացել, բացել փաթեթը, երեխա է, 3 երեկոյան 8-30-ի սահմանում էր։ Այդ երեխան իրոքից ծնված ալ է 3, որից արյան հոտը գալիս էր։ Հալաբյան 13 շենքի բնակիչ Նարեկ Պետրոսյանի ահազանգով էլ շտապօգնությունը, հետո ոստիկանները տեղ են հասել արդեն սառած, կապտած նորածնին տեղափոխել վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության հանրապետական ինստիտուտ։ Հենց ընդունարանում փոքրիկի վիճակը գնահատվել է ծանր։ 3 ցավոք սրտի երեկոն բավական զով էր եւ երեխան ջերմաստիճանը իջել է մինչեւ 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար, հատկապես նոր ծնված նորածինների համար։ Նորածնային ծառայության ղեկավարի խոսքով կարողացել են աստիճանաբար ժամում կես աստիճանով բարձրացնել փոքրիկի ջերմաստիճանը։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է մեր համար 36.7, շնչական անբավարարություն ունի, դրա կապակցությամբ հատուկ CPAP ապարատի տակ է։ Տեսնենք։ Աղջնակը շնչում է CPAP սարքի օգնությամբ, բայց բժիշկ Ջերջերյանի խոսքով ծանր խնդիր չէ։ CPAP-ը ինքնուրույն շնչող երեխաների շնչական աջակցություն տրամադրող սարք է, շնչում է ինքնուրույն նորածինը։ Փոքրիկի մարմինը ճիշտ է սարքերով է պատված, բայց մասնագետի խոսքով առողջական լուրջ խնդիրներ չունի աղջնակը, առողջ է, բռնության հետքեր էլ չկան, քաշը 2550 գրամ, հասակը 48 սանտիմետր, բժիշկների գնահատմամբ մի քիչ վաղաժամ է ծնվել 36 շաբաթական եւ վստահ են ծնվել է 3։ Պորտալարի թարմությունից դատելով կարելի է մտածել, որ 3-ից 5-6 ժամական երեխա։ Կոնկրետ ժամ չի կարելի ասել, բայց վստահորեն ամսի 10-ին ծնված երեխա է։ Աղջնակին լքել են պորտալարը չկտրված, Արշակ Ջերջերյանը վստահ է, որ բուժ հիմնարկում չի ծնվել նա։ Նորածինների վերակենդանացման բաժանմունքում այսօր այցելության հնարավորություն տվեցին նաև փոքրիկին գտած ու առաջինը գրկած Նարեկին։ Նրա հեռախոսում երեկվա լուսանկարն է, հետո ավելացրեց այսօրվանը, ժամ-ժամի վրա է սիրուն անում փոքրիկը։ Նարեկն ինքը 4-ամյա երեխա ունի, չի պատկերացնում ինչպես է հնարավոր լքել սեփական երեխային։ Կարծում է ծննդաբերած կնոջ մտերիմներից մեկն է նորածնին բերել, թողել այնպիսի տեղ, որ մարդաշատ է, մեկը կգտնի։ Դենս տեղ էր դրված, որ այդ այգում խաղում են երեխայա, բնակչություն ալնում։ Քրեական գործ է հարուցվել Նարեկ Պետրոսյանը ոստիկաններին պատմել է եղածը։ Իրավապահները տարածքի տեսախցիկներն են զննում, ուսումնասիրում հղիների բազան։ Այսօր սոցաշխատողներն են եկել բուժ հաստատություն կազմել ակտ ընկեցիկության մասին։ Եթե որևէ բարձություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի հավանաբար 20-22 օր։ Լիարժեք ապաքինվելուց հետո աղջնակը խնամքի հաստատություն կտեղափոխվի եւ եթե առաջիկա 3 ամսում ծնողները չգտնվեն, նրա տվյալները կհայտնվեն որդեգրման ենթակա երեխաների ցանկում, որին սրտատրոփ հետևում է սոցապի վերջին տվյալով 108 քաղաքացի։ Նրանք որդեգրել ցանկացող անձի դրական եզրակացությամբ պոտենցիալ հայրիկ-մայրիկներն են։ Անհայտ աղջնակը նրանցից մեկի տուն կգնա։ Այսօր հայտնի դարձավ կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործով նոր դատավորի անունը, բայց դատավարության հաջորդ օրը դեռ չի հայտարարվում։ Անցած շաբաթ մեկնարկած դատավարության անակնկալը կարող է կրկնվել, այս դատավորն էլ կարող է մեկ այլ պատճառաբանությամբ հրաժարվել իշխանությունների թիրախում հայտնված կաթողիկոսի գործի քննությունից, առաջիկայում կպարզվի, հիմա տեսնենք, թե ով է երիտասարդ դատավորը։ Ամենայն հայոց կաթողիկոսի նոր դատավորը 29-ամյա Սերժ Հրուշանյանն է։ Գարեգին երկրորդն ու 6 բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։ Հենց առաջին դատականիստին դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվեց քննել այս գործը, բացատրելով, որ կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել։ Օրեր անց գործը էլեկտրոնային կարգով մակագրվեց երիտասարդ դատավոր Հրուշանյանին։ Քանի որ Սերժ Հրուշանյանը նոր սերնդի դատավոր է, այսպես ես շատ իր մեջ տեսել եմ
հակվածություն դեպի մարդու իրավունքներ ամենաթեթևից մինչև շատ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների վարույթ ունենք պարոն Ռուշանյանի մոտ, անկեղծ կլինեմ որպես իրավաբան, որպես դատավարագետ, որպես ի վերջո դատավոր ունեմ բացառապես բարձր կարծիք իր մասնագիտական գիտելիքների, նաև ես կուզենամ ընդգծել նաև անկախության մասը։ Արտերկրում կրթություն ստացած Ռուշանյանը դատավորի ընդամենը 3 տարվա փորձ ունի, բայց հասցրել է արժանանալ փաստաբանների գնահատականին։ Նա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 11 դատավորների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի։ Հնչեղ գործերով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տասնյակ գործեր ունի այս դատավորի մոտ։ Ասաց, որ թեև իր օգտին որոշումներ չի կայացրել, բայց միևնույն է բարձր է գնահատում նրա մասնագիտական պատրաստվածությունը։ Հա, եղել են դեպքեր խափանման միջոցի փոփոխության մասով, բայց այսպես գլոբալ ինչից փաստաբանը կարող է ուրախանալ, օրինակ արդարացման դատավճիռ ես չունեմ, բայց այն process-ը, որ ես տեսել եմ դատավորը վարում է, այն պատճառաբանված որոշումները, որ ինքը կայացնում է, մեզ թողնում է միայն պես հուսալ լավագույնին։ Կենսագրականում նշվում է, որ Ռուշանյանն աշխատանքային առաջին քայլերն արել է հասարակական կազմակերպությունում որպես նախագահ, բայց բաց աղբյուրներում արդարադատություն եւ իրավունքի գերակայություն կազմակերպության մասին տվյալներ չկան։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչով է զբաղվել այս կազմակերպությունը։ Ռուշանյանը հետո մի քանի տարի աշխատել է արդարադատության նախարարությունում։ Արդյոք Ռուշանյանն էլ կհետևի դատավոր Հակոբ Մանուկյանի օրինակին ու կհրաժարվի կաթողիկոսի գործի քննությունից, պարզ կդառնա առաջիկա նիստին, որի օրը դեռ հայտնի չէ։ Ես ակնկալում եմ, որ դատավորը վարույթ ընդունի եւ ճանաչի եւ հռչակի կաթողիկոսի անմեղությունը։ Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ։ Գարեգին II-ին ու մյուսներին մեղադրանք առաջադրվեց վարչապետի եկեղեցու բարենորոգման շարժման լարված փուլում, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է գահից հեռացնել կաթողիկոսին։ Այս գործով միակ տուժողը վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ Սրբազանն է։ Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականի իր պաշտոնին։ Մայրաթորը սակայն չվերականգնեց ու կարգալույծ արեց Սարոյանին, հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն։ Սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։ Առաջին նիստն անցած ուրբաթ ընդամենը 20 րոպե տևեց։ Հայտնի է, նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը նիստից հետո լրագրողների զրույցում ողջունել էր դատավորի այս քայլը, ընդգծել Մանուկյանը հրաժարվեց մասնակցել կաթողիկոսի դեմ այս գործընթացին։ Ինքը դատավորն իր որոշումը հիմնավորելիս շեշտել էր հենց Զոհրաբյանի հետ մասնագիտական հարաբերությունները, կարևորել արդարադատության շահը։ Նշված փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ անաչառ եւ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած կարող են առաջացնել տվյալ գործով իմ անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ։ Վեհափառի հետ մեղադրյալի աթոռին հայտնված Վահան Սրբազանի փաստաբանի կարծիքով կաթողիկոսի գործից հրաժարված դատավորը կարող էր այլ որոշում կայացնել, քննել գործն ու դադարեցնել Գարեգին II-ի դեմ քրեական հետապնդումը։ Իհարկե լավ է, որ դատավոր Հակոբ Մանուկյանը կարողացավ մաս չկազմել այս հակաիրավական գործընթացի, բայց մյուս տեսանկյունից շատ ցանկալի կլիներ, որ իր նման լավ համբավ հեղինակություն եւ մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող դատավորը գործը, այսպես ասած, եթե գործ կարող ենք առհասարակ անվանել, եւ քրեական հետապնդումը դադարեցնելու։ Ինքնաբացարկ ներկայացրած դատավոր Մանուկյանի վարկանիշը ի տարբերություն Սերժ Ռուշանյանի ցածր է 9 միավորով, 14 է։ Նա եւս 3 տարվա դատավորի փորձ ունի։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը չի բացառում, որ եթե բացարկ հայտնելու փոխարեն քններ ու արդարացներ կաթողիկոսին, կպատժվեր, ենթարկվելով կարգապահական պատասխանատվության, այնպես ինչպես եղել է անցած տարիներին իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորների, օրինակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած Վահե Միսակյանի դեպքում։ Միջազգային անցուդարձի մասին Յաբլոկո կուսակցությունը Ռուսաստանի գերագույն դատարանի որոշմամբ դուրս մնաց ընտրապայքարից։
Հայցվորը իշխանամետ Ռոդինան էր, որը չէր էլ թաքցրել դժգոհությունը օր առաջ հրադադար հաստատելու մրցակցի դիրքորոշման վերաբերյալ։ Յաբլոկոն ռուսաստանյան ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 11 ուժերից միակն էր, որը բացահայտ դեմ է Ուկրաինայում ավելի քան 4 տարի шарունակվող պատերազմին։ Отменить регистрацию федерального списка кандидатов в депутаты Государственной Думы Федерального собрания Российской Федерации 9-го созыва выдвинутой политической партии Российской Объединенной Демократической партии «Яблоко». Ռուսաստանի գերագույն դատարանը չեղարկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր Յաբլոկը կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը, դուրս թողնելով այդ ուժին ընտրապայքարից։ Հայցադիմում օգոստոսի 7-ին ներկայացրել էր իշխանական եւ ազգայնական Ռոդինա կուսակցությունը, որը եւս մասնակցում է ընտրություններին։ Սեպտեմբերին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցող 11 ուժերից Յաբլոկն միակն էր, որը դեմ է արտահայտվում Ուկրաինայում ավելի քան 4 տարի ընթացող արյունալի պատերազմին։ Կուսակցությունը նաեւ դեմ է երկրում քաղաքական բռնաճնշումներին, որոնց համար քննադատում է իշխանությունը։ Ավելի քան 5 ժամ տևած դատական նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովն իր եզրափակիչ խոսքում դատարանին խնդրել է մերժել հայցը, պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտել։ Կարծում եմ համոզիչ կերպով ապացուցեցինք, որ չենք խախտել որևէ իրավական նորմ։ Յաբլոկոյի ցուցակի գրանցումը չեղարկելու պահանջով հայցը Ռուսաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահության եւ կոմպետենտության պակասի դրսեւորում է, որոնք ըստ հայցվորի ի վիճակի չեն ընտրություններ անցկացնել։ Ռիբակովը նաև հայտարարել է, ընտրություններին մասնակցելու արգելքը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են երկխոսությունից նրանց հետ, ովքեր իրենց տհաճ հարցեր են տալիս։ Յաբլոկն կշարունակի պաշտպանել իր քաղաքական դիրքորոշումը, քանզի այն ստեղծվել է որպես մեծամասնության շահերը ներկայացնող կուսակցություն, ասել է ընդդիմադիր ուժի առաջնորդը։ Մենք այժմ շարունակում ենք պաշտպանել Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության իրավունքները, որովհետև մարդկային կյանքի պահպանումը Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության շահերից է բխում։ Նիկոլայ Ռիբակովը հայտարարել է, որ կուսակցության համար սկզբունքային է մնալ եւ աշխատել երկրում, պահպանելով կապն այստեղ ապրող մարդկանց հետ, որոնք ըստ նրա ցանկանում են ապրել Ռուսաստանում, սակայն չեն ուզում սպանվել Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Յաբլոկն կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դառնա բարգավաճ ժողովրդավարական պետություն, ասել է նա։ Ռոդինան Յաբլոկային մեղադրում է LGBT համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված նյութերում ծայրահեղականություն դրսևորելու համար։ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու իր կոչերով կուսակցությունը ըստ մեղադրանքի փաստացի հրաժարվում է մեջբերում եմ ռուսական տարածքների ազատագրումից եւ աջակցում ուկրաինական մեջբերում եմ նեոնացիստական ռեժիմին։ Յաբլոկն նաեւ մեղադրվում է իր քարոզչական նյութերում հեղինակային իրավունքները խախտելու եւ սոցցանցերում դրանց տարածման համար վճարները նախընտրական հիմնադրամի միջոցով չանելու համար։ Ավելի վաղ Պետդումայի ընտրություններին մասնակցող մի քանի այլ կուսակցությունների ղեկավարներ էին մեղադրել Յաբլոկային Ուկրաինայում պատերազմի հարցում մեջբերում են ոչ հայրենասիրական դիրքորոշում ունենալու համար եւ պահանջել էին չեղարկել կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը։ Իր հակապատերազմական դիրքորոշման շնորհիվ Յաբլոկն մեծ ժողովրդավարություն է վայելում երիտասարդների շրջանում եւ առցանց տիրույթում։ Ընդդիմադիր ուժին աջակցություն են հայտնել նաեւ արտերկրում բնակվող մի շարք հայտնի ռուս ընդդիմադիր գործիչներ, որոնք Ռուսաստանում օտարերկրյա գործակալներ կամ ծայրահեղականներ են ճանաչված։ Կուսակցությունը մինչդեռ հայտարարել է, ոչ մի կապ չունի ռուս վտարանդի գործիչների հետ։ Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հուլիսի 2-ին անցկացված սոցհարցման արդյունքների Յաբլոկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 18%, կամ ավելի քան 20 միլիոն մարդ։ Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-ից 20-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ գրանցել էր 11 կուսակցության նախընտրական ցուցակները։ Յաբլոկոյի հետագա մասնակցությունն առայժմ հստակ չէ, քանի դեռ բողոքարկումը չի եղել։ 2021-ի ընտրություններին 14 կուսակցություն էր մասնակցել։ Լուրեր ռուս-ուկրաինական ճակատից Ռուսաստանի զինված ուժերը այսօր հայտարարել են Ուկրաինայի արևելքում եւս 2 բնակավայրի գրավման մասին, պաշտոնական Կիևը ռուսական առաջխաղացման մասին տեղեկությունները դեռ չի մեկնաբանել։ Հաղորդել են Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով 7 զոհի, ռուսական կողմը Վորոնեժի տարածաշրջանում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 1 մարդու զոհվելու մասին։ Վայլբերիս առցանց խանութ սրահը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Վորոնեժի մարզում իրենց պահեստը։ Հուլիսից ի վեր ուկրաինական օնլայն առևտրի հարթակի առնվազն 20 պահեստ է թիրախավորվել, պնդելով, թե այն կապ ունի ռազմական մատակարարումների հետ։ Սա ուկրաինական պնդումներն են։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին Դամասկոսի դատարանը այսօր մեղավոր է ճանաչել մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար եւ հեռակակարգով դատապարտել մահվան։ Ասադից բացի մահվան է դատապարտվել նաեւ նրա մերձավոր ազգական Աթեֆ Նաջիբը, որը մինչև իշխանափոխությունը բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի անվտանգության մարմիններում։ Ի տարբերություն Բաշար Ասադի, նա ներկա է եղել դատական նիստին։ Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 130-ից, Ռոյթերզի փոխանցմամբ քանդվել են շենքեր, վնասվել հիվանդանոցներ ու ենթակառուցվածքներ կամ փլատակների տակ մնացած մարդիկ։ Նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Սրանք էին թողարկման հիմնական թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հիշեցնելով, որ ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է YouTube-ի, նաև սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք հաջողություն։